Պարոն վարչապետ, ուզում եմ նշեք Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանին է եղել թե Բաքվին։ Դուք երեք ասացիք, որ այդ հանդիպման ընթացքում այդ հանդիպումը նաև միտված է եղել կառավարելու պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչու էին առաջացել պատերազմի ռիսկեր, որը կառավարելու անհրաժեշտություն էր նաև այդ հանդիպումը, անհրաժեշտության համար էր այդ հանդիպումը։ Ձեր հայտարարություններից երեկվա ազգային ժողովի ստեյության հասկացվեց, որ այդ հանդիպման օրակարգը եղել է Հայաստանի նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները, նաև եթե ճիշտ ենք հասկացել, ասեք, եթե ոչ ուղղեք, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ այն կես միլիոնից ավելի քաղաքացին, որ ձայն է տվել ընդդիմությանը, իր ընտրությունը կատարել է ընտրակաշառքով եւ դա ամենևին ձեր ասած այդ Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել, արդյոք նման բացատրություն է ներկայացվել Բաքվի կողմին, եթե այո, դուք ինչպես եք վերաբերվում դրան, այսինքն նորմալ է, երբ Հայաստանը իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ, սա արդյոք նվաստացուցիչ չեք համարում պետականության տեսանկյունից։ Նախ ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափիդման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք կապում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում ենք այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների առանց բացառության։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, երբ որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող է չէ այսպես, իսկ պետությունը լինել նվաստացուցիչ է, թե չէ, որովհետև բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ է պատերազմը որ կարող է լինել եւ կարող է որ կարող է լարել որովհետեւ երբ կարող է Ադրբեջանը մենք հետ թեմաները
նրանք ովքեր դերել են եւ նպատակով ունեն տարածաշրջանային իրավիճակը որտեղ նրանք մարիոնետ են նրանք ձեռքերում ուզում տարածաշրջանային իրավիճակը աշխատեն չզարվի եւ մենք աշխատել ենք որ չզարվի եւ չի զարվել տարածաշրջանային Հաջորդ հարցը ինչպես նախորդ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Financial Times-ը երեկ հայտնել է, որ Եվրամիությունը արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար։ Որ ժամկետների մասին է խոսքը եւ ինչ ապրանքների է վերաբերում։ մեր Ռուսաստանի շուկան սա լավ հնարավորություն է, որ դիվերսիֆիկացիա մեր կառավարությունը երբ շնորհակալ եմ Եվրոպական միության գործընկերներին այդքան արագ այդ ֆինանսական աջակցության եւ այլ գործիքներ, որոնցով մեր ուժերն հնարավորություններ ունենան ավելի հասցեական եւ ավելի ծավալային Ես բառացիորեն այսօր մասին, որտեղ ամեն օր աշխատանք է տեղի ունենում եւ ամեն օր իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր եթե հետեւել եք կառավարության նիստին, էկոնոմիկայի նախարարը նշեց արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, արդեն երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում նրանց մեծ մասը նախկինում 0 արտահանում ենք ունեցել։ 0 արտահանում պատկերացնում եք, հիմա մենք արդեն ունենք խմբականակներ եւ ոչ միայն ունենք խմբականակներ, մենք արդեն ունենք պայմանագրեր մեծ եւ երկարաժամկետ խմբականակների համար։ Ես ամենևին չէի չափազանցնում, երբ որ կառավարության նախորդ նիստում ասում էի, որ մեր մեծ ծավալը լինելու է պայմանագրերը, մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերը ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել։ Որտեւ այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը եւ պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել։ Եվ մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի երկարաժամկետ կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծել, այլ երկարաժամկետում իրենց ներկայությունը ապահովել այդ շուկաներում։ Ինչը։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, որովհետև այդ քննա հիմա ուրեմն ես ձեզ ուզում եմ ասել հետևյալը, որ բոլոր տնտեսվար չկա այդպիսի տնտեսվարող, որը ասենք ենթադրենք ոչ մի հատիկ ծիրան նախորդողոց շրջանում չի փչանում, չկա այդպիսի բան։ Վարդելա փչանում, ծիրանելա փչանում, դեղցելա փչանում, դա արտադրական process-ի անբաժանելի մաս է։ Հիմա ուրիշ բան, որտեղ տեսնում ենք մի հատ փչացած ծիրան, դա դառնում է top news։ Այդ ծիրանը տոննաներով նախկինում էլ է փչացել։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձրել դրա վրա, որովհետև բոլորը հասկացել են, կներեք 1000 ներողություն, ձեր տանը ծիրան չի փչանում, մեր տանը ծիրան չի։ Դե տենց պրոպորցիոնալ պետքա գնալ 2 կիլոգրամ, 20 կիլոգրամ, 200 կիլոգրամ։ Ես նկատի ունեմ այդ ցիկլերի մեջ միշտ էլ այդ process-ը կա, երբեք թափոն արտադրանք գոյություն չունի եւ տնտեսագետների ով որ մտածի անթափոն արտադրության բանաձևը կստանա բոլոր Նոբելյան մրցանակների Նոբելյան մրցանակ